Քրիստոսի ծննդից առաջ 87 թվականի ամռանը հայոց նավասարդին նախորդող շաբաթը, իսկ այսօրվա տոմարով օգոստոսի 6-ին Իշրային երկնակամարում հայտնվեց պայծառ մի գիսաստղ։ Դարեր անց աստղագետներն այն կանվանեն Հալլեի ասուպ, հաշվարկելով, որ այն մոտենում է մեր մոլորակին 76 տարի մեկ։ Իսկ գուշակները կասեն, որ այն իր հետ բերում է պատերազմներ, արհավիրքներ, թագավորությունների փլուզում ու նոր հերոսների վերելք։ Այս ամենը կասեն դարեր անց։ Իսկ այն գիշեր, նայելով համաստեղությունների անդորը խախտած փայլատակող այս կիսաստղին, երկրային արքաներից մեկը որոշեց, որ դա երկնային նշան է ու մարգարեություն իր ապագա հաղթանակների ու փառքի մասին։ Ավելին, նա հրամայեց պատկերել այդ գիսաստղը իր արքայական թագի վրա։ Նրա անունն էր հայոց արքա Տիգրան II, ու նա միակն է հայ ժողովրդի 4000-ամյա պատմության մեջ, ով արժանացավ իր ազգի կողմից մեծ նարքա անվանը։ Ուրիշ ազգերը ակնածանքով անվանում էին նրան արքայեց արքա, այն պահից ի վեր, երբ նա ջախջախեց ու իր իշխանության ենթարկեց վիթխարի պարթևական կայսրությունը, իսկ մինչ այդ ծոպքն ու վիրքը, աղվանքն ու ատրպատականը, Կապադովկիան ու Միջագետքը։ Տիգրանի մահից 10 տարի առաջ 30-ամյա անընդմեջ պատերազմների արդյունքում, այդպես էլ չհասնելով ոչ վճռական հաղթանակի, ոչ էլ հնազանդության, նրա հետ պատվավոր խաղաղություն կնքեց կայսերական Հռոմը։ Տիգրանի անունն ու փառքը հավերժացրել էին հույն, հրեա ու հռոմեացի պատմիչները, Պլութարքոսն ու Տակիտը, Հովսեփ Ֆլավիոսն ու Հուստինոսը, Միթրոդորոսն ու Ապիանը, Դիոն Կասսիոսն ու Ցիցերոնը։ Դարեր անց եվրոպացի հռչակավոր երաժիշտներ Վիվալդին, Ալբինոնին, Հայդնը օպերաներ էին գրել հայոց մեծ արքայի մասին։ Այժմ մենք լսում ենք Անտոնիո Վիվալդիի հեղինակած Տիգրան արքա ստեղծագործությունը Բուդապեշտի օպերային թատրոնի կատարմամբ։ Թվում էր, թե Տիգրանի նախկին փառքից մեզ հասան միայն դասագրքերի ակիրճ տողերը և նրա դեմքով դրոշմված մի բուռ արծաթե դրամ։ Եվ հանկարծ 21-րդ դարի սկզբին Արցախյան պատերազմի ընթացքում ազատագրված տարածքներում հողի տակից ու ժամանակի խավարից Վանքասար կոչվող ժայռի վրա հայտնվեց մի հզոր վերթաքաղաք, ավիրված, բայց չանհայտացած Արցախյան Տիգրանակերտը, Տիգրան Մեծի պետության արևելյան ամրոցը։ Մեծ արքան հազարամյակներ անց հանձնեց ժառանգներին իր վերջին նվերը, թշնամու սարսափն ու հայրենիքի պահապանը հանդիսացող բերդը, որպեսզի ոչ ոք այլևս չկասկածի, թե որտեղով է անցնում Հայաստանի սահմանը։ Սենց հեռացրել ենք, սրա նպատակը այն է եղել, որ այս ամենը հեռվից երևա։ Ասենք մի քանի կիլոմետրից մենք նկարել ենք ամեն ինչ հստակ երևում է, եւ ես համոզված եմ, որ նույնիսկ ադրբեջանական դիրքերից այս քաղաքը իր ամբողջ հզորությամբ եւ իր ապացուցելիությամբ երևում է, որ այն ինչ որ մենք ասում ենք անիմաստ չէ։ Երկու ժողովուրդները պիտի միշտ խաղաղ ապրեն, բայց դա ամենևին չպիտի իրականացվի ի հաշիվ պատմության, ի հաշիվ հիշողության, ի հաշիվ մշակույթը յուրացնելու։ Դա միանշանակ է։ Արցախյան հաղթանակից 12 տարի անց Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ հայ հնագետները հողի ու ժամանակի խավարից լույս աշխարհ հանեցին Տիգրան Մեծի կայսրության արևելյան այս վահանը։ Այս պատը մենք բացել ենք 7 թվականին։ Պատի այս հիմնական հատվածը եւ այստեղ մենք ունենք 4 մետր 80 սանտիմետր բարձրություն։
Մեկ մտածում եմ, որ ուրիշները լացի պատ ունեն, մենք հպարտության պատ ունենք եւ ովքեր որ գալիս են, ես գտնում եմ, որ ամենահարմար տեղը, որ կարելի է հենց նայել, մտորել, բան երևի էս պատն է։ Հնագետ պատմաբանը բացարձակապես ճիշտ է։ Սա հպարտության, հայոց փառքի պատ է։ Եկանք նայեցինք, ասինք լավ Հայկ ջան, ստեղից դու սկսիր, ես էլի չա եկեղեցու հատվածը, անցավ 2 ժամ, այն ժամանակ հեռախոս բան չունենք, բանում էին, ռացիա։ 2 ժամից Հայկը զանգում է, բա Համլետ կարող ես նորից ետ գալ, բա ինչ ա եղել Հայկ, բա ոնց որ ծիծեռնակապոչ եմ գտել, հենց համարյա վազելով մի շնչով եկա, տեսա արդեն առաջին ծիծեռնակապոչը բացվել է, շատ մեծ հրճվանք էր, շատ մեծ ուրախություն էր, էլի։ Ծիծեռնակապոչ կոչվում է ամրոցաշինության հնագույն հնարքներից մեկը։ Պատի ամրության համար քարերի մեջ ծիծեռնակի պոչի նման կտրած այս անցքերը, որոնք լցվում էին արջիճով կամ փայտով, քարերի վերևի շերտի հետ ամուր կապ ստեղծելու համար։ «2006 թվականից գլխավորելով Տիգրանակերտի պեղումները, նա ոչ միայն հռչակավոր Շլիմանի պես գտավ իր երազած այս յուրահատուկ հայոց Տրոյան, այլ նաև կատարեց այս գիտական սխրանքը իր հայրենիքի ազատագրված տարածքում։ Կարծում եմ, այս հայտնաբերությունը պետք է դասել Արցախյան հաղթանակի կարևորագույն արդյունքների շարքում»։ Պատմության հեգնանքով կամ միգուցե հենց դրա երկաթե տրամաբանությամբ հինավուրց հայոց ամրոցի տակ փռված է այսօր փլատակների վերածված մեկ այլ քաղաք, որը 20-րդ դարի վերջին ծառայում էր որպես Հայաստանի դեմ թշնամու բոլոր հարձակումների հենակետ ու պատվար։ Այստեղ այսօր էլ անցնում են պաշտպանության խրամատները, իսկ արտերում դեռևս փտում են թշնամու ժանգոտած զրամեքենաների ու տանկերի կմախքները, ռումբերի ու արկերի բեկորները։ Հայոց հին բերդաքաղաքը շարունակում է ժայռից հսկել շրջակա դաշտավայրերը։ Վանքասար կոչվող այս ժայռը Կովկասյան լեռնաշղթայի արևելյան վերջավորությունն է։ Ստեփանակերտից սլացող ճանապարհը շրջանցում է այս վերջին լեռները, ուղղվելով դեպի Արաքսի ու Կուրի միջագետքը։ Այստեղ պարզ երևում են ժայռապատ այս բնական կոթողները, որոնք անշուշտ հուշում են մեր նախնիներին կառուցվող ամրոցների դիրքն ու տեսքը։ Այսօր էլ բավական է ուշադիր հայացք նետել այս լեռներին, որպեսզի համոզվենք, իր բերդերը կառուցելիս Տիգրան արքան ոգեշնչվում էր հարազատ սարերի հզոր տեսքով ու ամրությամբ։ Ինչ գիտենք մենք այսօր հայոց մեծ արքայի մասին։ Ծովից ծով Հայաստան ծեծված սեղանաճառերից և պիտակավորված թագապսակ կիսադեմից զատ հայ ժողովուրդը բավական քիչ բան է հիշում իր մեծագույն տիրակալի մասին։ Հայոց պատմահայր Մովսես Խորենացին երբեմն շփոթում էր այս արքային նրա նախնիների Տիգրան Երվանդունու և Արտաշեսի հետ, իսկ Պլուտարքոսից մինչև Ցիցերոն դասական համարվող հունահռոմեական պատմիչներն չարությամբ ու խանդով էին նկարագրում հայոց արքային, չխորշելով ակնհայտ հակասություններից ու կեղծիքներից։ Տիգրան Մեծի պատմությունը հարկ է սկսել Արտաշատից, այն քաղաքից, ուր նա ծնվել էր նոր թվարկությունից առաջ 140 թվականին և որը հիմնադրել էր նրա պապը արքա Արտաշես առաջինը, այն էլ փառապանծ իր դաշնակցի Հանիբալի խորհրդով։ 22 դար անց գավառական այս շրջկենտրոնում քչերն են հիշում սեփական քաղաքի փառապանծ պատմությունը ու նրա հզոր հիմնադիրներին։ Իսկ այն ժամանակ հույն պատմիչ Ստրաբոնը այսպես էր նկարագրում Արտաշատը. Արտաքսիատը, որը հայոց արքա Արտաշեսի խնդրանքով
հատակը գծել էր Հանիբալը, գտնվում է Արաքս գետի ափին։ Այն կառուցված է հրաշալի կերպով և արդ արքայանիստ է հանդիսանում։ Քաղաքն այս գտնվում է թերակղզու նման մի հովտում, որի շուրջ պատ է կառուցված, բացառությամբ մի նեղ անցումի, այն էլ իր հերթին պարզ պատված է հողաթմբով ու խրամատով։ Իր հերթին հռոմեասր հույն պատմիչ Պլուտարքոսը, նկարագրելով Արտաշատի անհաջող պաշարումը Լուկուլոսի լեգիոնների կողմից, մեջբերում է հռոմեացու հորդորը իր զինվորներին. «Ջնջենք աշխարհի երեսից Հռոմի գլխավոր Ախոյանի ծնունդ դարձած այս հայոց Կարթագենը»։ Ավելացնենք միայն, որ Արտաշեսն ու Հանիբալը, ինչպես և իրենցից 700 տարի առաջ Արգիստ թագավորը, բերդաքաղաք կառուցելով այս վայրերում, հավանաբար նկատի էին առնում արքայանիստին վայել ևս մի կարևոր հանգամանք՝ վեհաշուկ այս լեռան աստվածային գեղեցկությունը։ Եթե մենք այսօր էլ տեսնում ենք նույն սարն ու նույն գետը, որ տեսել էր մեր մեծ արքան 2000-ամյակ առաջ, ապա փորձենք պատկերացնել, թե ինչ էր լսում Տիգրան II-ը։ Անցած դարերից համարյա անփոփոխ հասան մեզ ազգային պարերն ու մեղեդիները, հայ հողագործների, հովիվների ու զինվորների հինավուրց երգերը։ Փորձենք համեմել այս պատմվածքը հազարամյակներ անցած այդ հրաշքով, որպեսզի առավել պատկերավոր դառնա մեր պատմության անխախտելի կապը։ Իսկ այն ժամանակ Արտաշեսից ու Հանիբալից ընդամենը 2 տասնամյակներով բաժանված, փոքր արքայազնը 2 դաս քաղեց իր կյանքի սկզբում։ Մեկը պետականության դասն էր, ըստ որի տիրակալն իր երկիրն ամրապնդում է նոր քաղաքներ հիմնադրելով և տարածքները բնակեցնելով։ Երկրորդն էր քաղաքականության դասը, համաձայն որի լավագույն դիվանագիտությունը հավատարմությունն է ու ազնվությունը։ Տարիներ անց Տիգրանը իր անվամբ կնքված բերդաքաղաքներով է շրջապատելու հայոց պետությունը Միջագետքից մինչև Արցախ և նեցուկ է կանգնելու իր դաշնակից ու ազգական Միրդադ Պոնտացուն, մերժելով նրան հանձնելու ահեղ Հռոմի պահանջը։ Ինչ ամրոցներ էր տեսել երիտասարդ Տիգրան արքայազնը, որոնք էին ոգեշնչում բերդաքաղաքներ կառուցելու նրա մոլուցքը։ Զարմանալի կերպով նա կարծես թե կրկնեց իր նախնիների արարատյան թագավորներ Մինոասի, Արգիստի, Ռուսայի նվաճումների ճանապարհը, բայց հակառակ ուղղությամբ, արևելքից արևմուտք, Մասիս սարից դեպի Վանալիճ։ Բնականաբար նա տեսել էր հարազատ Արտաշատից ոչ հեռու խոյացող Էրեբունի ամրոցի հպարտ ավերակները։ Անկասկած նա հասել ու տեսել էր նաև առասպելական Վանա ամրոցը, հին թագավորության սիրտն ու մայրաբերդը։ Այստեղ էին խարսխված ապագա արքայի ռազմավարության ու քաղաքաշինության սկզբունքները։ Չէ որ դեռևս 7-րդ դարում նոր թվարկությունից առաջ բազմաթիվ անհաջող հարձակումներից հետո հզոր Ասորեստանը ստիպված էր հաշտվել ու զիջել հայոց լեռնաշխարհը փոքրիկ Ուրարտուին, ինչպես ասորեցիներն էին անվանում Արարատյան թագավորությունը։ Իսկ Աշուրբանիպալ արքան պաշտոնապես դիմում էր Արարատյան թագավոր Սարդուրիին որպես կրտսերը ավագին։ Քսանմեկերորդ դարի սկզբին, կանգնելով Արցախյան Տիգրանակերտի կիսաքանդ պատի վրա, ես չէի կարող ազատվել այն տպավորությունից, որ այս արևելյան միջնաբերդը Տիգրան արքան կառուցում էր մոտապահելով Վանա ամրոցի իշխող դիրքն ու դերը։
Սակայն ոչ բերդերի, ոչ էլ պալատների կառուցումը ոչ մի արքային չէր բերի այդպիսի սեր ու հարգանք իր ժողովրդի կողմից, որ վայելում էր Տիգրան Մեծը։ Իր հայոց պատմության մեջ Տիգրանից կես հազարամյակ անց Մովսես Խորենացին գրում էր. «Այս գրքում ինչ կա ինձ համար ավելի սիրելի, քան նրա մասին եղած գովեստներն ու պատմությունը երկարել։ Նա մեր երկրի սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը։ Բոլոր իր ժամանակակիցներին նախանձելի եղավ, իսկ հետո եկողներիս ցանկալի թե ինքը և թե իր ժամանակը։ Եվ որ իսկական մարդը, ով սիրում է արիական բարքն և խոհականությունը, չի ուրախանա նրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»։ Հետաքրքիր է, որ այստեղ հայոց պատմահայրը իր հովանավոր իշխան Բագրատոնյաց Սմբատին պետականության ու քաղաքականության դաս է տալիս, ընդգծելով ոչ միայն Տիգրան Մեծի մարտական փառքը, այլ նախ եւ առաջ քաղաքական գործչի նրա իմաստությունը, արդարասիրությունը, ինչպես նաև հարազատ ժողովրդի հանդեպ բացառիկ վերաբերմունքը։ Նա տղամարդկանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն մեր ազգը բարձրացրեց և մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ և հարկապահանջներ։ Նա ամեն բանի մեջ արդարադատ և հավասարասեր կշեռք ունենալով թույլ չէր տալիս, որ նախանձեն լավագույններին և արհամարհեն նվաստներին, այլ աշխատում էր ընդհանրապես ամենքի վրա տարածել իր խնամքի զգեստը։ Եթե այսօրվա պնակալեզները կամ նրանց իշխանիկները համարեն այս գովաբանությունը սովորական դրվատանք, ապա լսենք միանգամայն չեզոք մի ձայն, հռոմեացի պատմաբան Հուստինոսին, ում դժվար է կասկածել հայոց արքային հաճոյախոսելու ցանկության մեջ։ Ահա ինչպես է նա նկարագրել հին պատմության մեջ աննախադեպ մի դրվագ, երբ ամբողջ մի երկիր կամովի ցանկացավ միանալ Տիգրանի պետությանը։ Եղբայրասպան թշնամանքի ու ատելության պատճառով, որ հայրերից հետո շարունակեցին որդիները, թուլացան ասորիքի արքաներն ու արքայությունը։ Այդժամ ժողովուրդն ապավինեց դրսի օգնության ու սկսեց փնտրել իրեն օտար տիրակալներ։ Ոմանք ուզում էին կանչել Միրդադ Պոնտացուն, ուրիշները Եգիպտոսի Պտողեմեոսին։ Մի մասն էլ հակաճառում էր ասելով, թե Միրդատը ներքաշվեց Հռոմի դեմ պատերազմի մեջ, իսկ Պտողեմեոսը միշտ էլ ասորիքի թշնամին է եղել։ Սակայն բոլորը համաձայնվեցին հայոց արքա Տիգրանի մասին, որն ինքն էլ էր հզոր ու պարթևներին ազգական էր գալիս և Միրդաթին էլ հեսա։ Տիգրան Մեծի քաղաքական բարոյականության մասին ևս մի անկեղծ վկայություն է թողել նրանից մեկ դար անց ապրած հրեա պատմիչ Հովսեփ Ֆլավիոսը։ Լուր հասավ, որ հայոց արքա Տիգրանը 300 հազարանոց զորքով մտել է ասորիկ ու շարժվում է դեպի Հուդայի երկիր։ Լսելով դա թագուհին ու բոլոր հրեաները սաստիկ վախեցան և պատվիրակներ ուղարկեցին նրա մոտ։ Սրանք եկան արքայի առաջ ու աղաչեցին, որ նա գթասիրտ ու մեծահոգի լինի իրենց թագուհու և ազգի նկատմամբ։ Տիգրանն էլ այդ պահից նրանց միշտ խրախուսում էր, հուսադրում ու խնամում։ Միթե այս բոլոր առաքինությունները վերագրվում էին տասնամյակներով պատերազմներ մղած և ահռելի տարածքներ նվաճած արքային։ Նրա ապրած կյանքը կարծես թե բոլորովին այլ վարքեր ու բարքեր էր թելադրում։ Չէ՞ որ Տիգրանը իր կյանքի 17 տարին անց էր կացրել գերության մեջ, պատվավոր պատանդի կարգավիճակում հայտնվելով պարթևական արքունիքում, ուր նրան գայթակղում ու կաշառում էին արևելքի բոլոր գանձերով ու վայելքներով, և որ նրան նաև սպառնում ու վախեցնում էին բոլոր հնարավոր խոշտանգումներով ու պատիժներով։ Ինչպես կարողացավ նա ստրուկ չդառնալ գերության մեջ, իսկ գերագույն իշխանության օրոք չդառնալ հրեշ։ Պատասխանը նույնպես կարելի է գտնել Տիգրան արքայի մանկության մեջ։ Իր ողջ կյանքը հուշում է, թե ինչ գրքեր է կարդացել պատանի արքայազնը, ինչ կերպարներով է կրթվել, դաստիարակվել ու ոգեշնչվել։
Մենք նշեցինք արդեն Արտաշեսի ու Հանիբալի անունները, սակայն Տիգրան Մեծի դրոշմված կիսադեմից թափանցում է ևս մեկ հերոսական կերպար՝ Ալեքսանդր Մակեդոնացին։ Քրիստոսի ծննդից առաջ 333 թվականին Հունաստանից մինչև Հնդկաստան անցավ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների հսկայական ալիքը։ Ի տարբերություն աշխարհի բոլոր նախկին ու ապագա տիրակալների, Ալեքսանդրը ձգտում էր ոչ թե ստրկացնել նվաճված ազգերին ու երկրները, այլ ազատագրել, կրթել ու միավորել նրանց։ Իր քաղաքականության գործիք էին հանդիսանում հիմնադրվող քաղաքները, որ տարածում էին արվեստն ու արհեստը, ազատության ու ստեղծագործության ոգին։ Պատմիչները նրա գաղափարախոսությունը կոչում են հելենիստական։ Ինձ թվում է ավելի ճիշտ է այն կոչել այնպես, ինչպես ինքն էր անվանում իր քաղաքները՝ ալեքսանդրական։ Նա երազում էր ազատագրել ու միավորել ողջ աշխարհը, եւ այդ երազանքը շատ ավելի էր վախեցնում ու զայրացնում արևելքի ու արևմուտքի բռնակալներին, քան նրա ռազմական հաղթանակները։ Երկու դար անց Քրիստոսից առաջ 133 թվականին փոքր Ասիա ներխուժեց Հռոմը։ Հռոմեական կայսրության փայլից ու կարգերից կուրացած գրողներն ու պատմաբանները երկար ժամանակ չէին գիտակցում այդ գաղափարախոսության վտանգը, բիրտ ուժի և ազգային գերակայության պաշտամունքը, որը հռոմեացիներից 20-րդ դարում կրկնօրինակեցին ֆաշիստները։ Ազատության ու մշակութային համագործակցության մակեդոնացու գաղափարը մերժվեց Հռոմի բռնատիրության կողմից, փոխարինվելով բաժանիր, որ տիրես երկաթե սկզբունքով, ինչը նշանակում էր նվաճած երկրների կողոպուտ և հափշտակում։ Սակայն Քրիստոսից առաջ առաջին դարում փոքր Ասիայի երկու բարբարոսական երկրներում հռոմեացիները հանդիպեցին երկու արքաների, որոնց համար Ալեքսանդր գաղափարները ոչ թե անցյալի մոռացված առասպել էին, այլ ներկայի քաղաքական նպատակ։ Դա Պոնտոսի թագավոր Միրդատ և Պատորն էր և Հայաստանի արքա Տիգրան II։ Միրդատը Ալեքսանդրի օրինակով ձգտում էր վերածել իր երկիրը հելենիստական պետության։ Ինչպես և Տիգրանը, Միրդատը լինելով պարթևական տոհմերի ժառանգորդ, խրախուսում էր հունական լեզուն ու մշակույթը, միավորելով հելենիստական կրոնը տեղական հավատքի հետ։ Իմ համոզմամբ հենց դա պարարտ հող հանդիսացավ այդ տարածքում բազմազգ Բյուզանդիայի ապագա ծաղկման համար։ Տիգրանը նույնպես վերակառուցում էր իր պետությունը Ալեքսանդրյան ոգով, սակայն հենվում էր հիմնականում հայ ազնվականության վրա, երկրի կենտրոնից դեպի իր կայսրության նոր սահմանները տեղափոխելով նրանց ամբողջ զորքով, ունեցվածքով, արհեստավորներով ու գյուղացիներով։ Ալեքսանդրի օրինակով երկրի 4 կողմերում Միջագետքից մինչև Արցախ Տիգրանը հիմնեց ամրոցների մի ողջ ցանց, տալով դրանց իր անունը։ Տիգրանի և Միրդատի դաշինքը հիմնված էր անձնական և տնտեսական շահերի վրա։ Պոնտոսի Սևծովյան նավահանգիստները կատարյալ կերպով լրացվում էին Հայաստանի տարածքով դեպի Հնդկաստան ու Չինաստան հասնող ցամաքային ճանապարհներով։ Այս ազատ մայրցամաքային առևտրի ուղիները ապահովում էին Պոնտոսի և Հայաստանի բարգավաճումը և մարմնավորում էին արևելքի ու արևմուտքի մերձեցման մասին մակեդոնացու Վաղեմի երազանքը։ Մյուս կողմից Տիգրանի ու Միրդատի դաշինքը, եթե խոսենք արդիական եզրով, ստեղծում էր հին աշխարհի քաղաքական բազմաբևեռությունը։ Սակայն կարևորագույն փոփոխությունները միշտ կատարվում են մարդկանց հոգևոր կյանքում։ Քրիստոնեության և իսլամի կողմից ոչնչացված հեթանոսական աստվածները հրաշքով պահպանվել են առ այսօր Եփրատի հովտում Նեմրութ լեռան դժվարը մատչելի գագաթին։ Նրանք կանգնացվեցին այստեղ Տիգրան Մեծի դաշնակից ու հպատակ Կոմագենե արքա Անտիոքիայի օրոք։
թվում է աշխարհում այլևս ոչ մի տեղ աստվածներն այսքան մոտ չեն երկնքին։ Անգամ 21 դար անց միայնակ հասնելով այստեղ ցուրտ ձմռան օրվա վերջում ես ակնածանք էի զգում այս աստվածների եւ դրանք ստեղծած մարդկանց նկատմամբ։ Հանուն ազգերի ու երկրների միասնության Տիգրանի կամքով հայ հին աստվածները միավորվեցին հունական պանթեոնին, համադրելով Արամազդին Զևսի հետ, Տիրին Ապոլոնի, Վագնին Հերակլեսի։ Այս աստվածները ժամանակին կանգնած էին հայոց հեթանոսական տաճարներում։ Այժմ նրանք պահպանվել են միայն այստեղ, Նեմրութի գագաթին, ու նրանց անդորը հսկում են արիական արքաների պահապանները, արծիվն ու առյուծը։ Մարդիկ, ովքեր որ կառուցել են, ինձ դա հաստատ փոքրասիական վարպետները պիտի լինեն։ Ես նույնիսկ հիմա համարձակում եմ ասել, որ Տիգրանակերտի կառուցման ժամանակը ըստ էության այս Տիգրանակերտի եղավ ուրեմն Կապադովկյան նվաճելուց հետո, քանի որ Տիգրանը նվաճելով Կապադովկյան ինքը նորից այդ տարածքները զիջեց, բայց այնտեղից ահագին ուժ, այսպես բանվորական ասեմ, օգտագործելի ուժ տեղափոխեց, եւ քանի որ Կապադովկյան վարպետներն են, որ շատ հայտնի են Տիգրանը առաջինն էր հայոց արքաներից, ով ընտրեց արևմտյան, ավելի ճիշտ հելենիստական արժեքների համակարգը, շրջապատելով իրեն հույն փիլիսոփաներով ու բանաստեղծներով, հրավիրելով նորաստեղծ ու նվաճած քաղաքներում բնակվելու հույն արհեստավորներին ու արվեստագետներին։ Նույն ոճով նա դաստիարակել էր իր սիրած որդուն Արտավազդին, որը ոչ միայն թատերական բեմադրություններ էր ստեղծում հունարեն լեզվով, այլ նաև դրոշմատում էր իր ոսկեդրամը Բասիլիոս Ֆիլելենիկոս, այսինքն հունասեր արքա արձանագրությամբ։ Սա բոլորովին էլ գավառական ու կույր օտարամոլություն չէր, այլ գիտակցված բարոյական, քաղաքական ու անգամ գեղագիտական ընտրություն։ Կարելի է համոզվածությամբ ենթադրել, որ Տիգրան արքայազնը պատանեկության տարիներին ընթերցում էր իր կուրկ մակեդոնացու սիրած գիրքը Իլիականը և ծանոթ էր Ալեքսանդրի հանճարեղ ուսուցչի Արիստոտելի փիլիսոփայությանը։ Հատկանշական է, որ Տիգրան արքան որպես քաղաքական իդեալ ընտրեց ոչ թե ժամանակի գերտերություն հանդիսացող Հռոմը, այլ հենց նույն Հռոմի կողմից զավթած ու նվաստացած Հունաստանը։ Ավելին, նա իր կյանքի աստեղային պահին մարտահրավեր նետեց և հռոմեական, և պարթևական գաղութատիրություններին, պաշտպանելով իր որդեգրած արժեքների համակարգը ու իր երազած աշխարհը։ Հենց այս պատճառով էր նա իշխանության օրոք հրավիրում իր արքունիկ հույն փիլիսոփաներ ու պատմագիրներ Միթրոդորոսին և Ամֆիկրատոսին, որոնք հիացմունքով են վերաբերվում հայոց արքային, և նրա դաշնակից Միրդադ և Պատորին, նրանց մեջ տեսնելով հարազատ Հունաստանն ազատագրող և Հռոմի սարսափ հանդիսացող տիրակալներին։ Պետք է ճիշտ գնահատել ու հասկանալ Տիգրանի քաղաքական խիզախությունը, քանի որ նրա ընդգծված հելլենիզմը հեղափոխում էր հայերի ավանդական կապվածություն ու որոշակի կախվածությունը պարթևներից, կտրուկ շրջադարձ կատարելով դեպի հունական քաղաքակրթություն և արժեքամակարգ, որի կենտրոնում ոչ թե բիրտ ուժն էր և իշխանության երկաթե կուրքը, այլ կենդանի մարդը ու մարդասիրությունը։ Հենց Տիգրան Մեծի կատարած այս բարոյական ու գաղափարական հեղափոխությունը պատրաստեց Հայաստանն ու հայերին քրիստոնեություն առաջինն ընդունելու ապագա առաքելությանը 3 դար անց։ Այստեղ լրիվ բան էր, տեսակ այդ փոսորակները, բանը տես կանաչ տարածություն էր եւ այն մի քարի կտորներ, տեսեք, շաղախի մեծ բանը, միջուկի մեծ բլոկ է այնտեղ ընկած եւ մի կտոր էլ այնտեղ կար, մենք մի քիչ հեռացրել ենք պեղումների համար եւ այստեղ նմանացված էր, կարծեք թե այսպես մի փոս էր, բայց հստակ արևմուտքից արևելք ընկած։
Եվ քանի որ Բախուդարյանը ուրեմն 19-րդ դարի 80-ական թվականներին գրել է, որ ես այնտեղ տեսա նաև եկեղեցու քարիկի ավերակները, ես ենթադրեցի, որ այդ բանը շաղախի կտորները, որ ընկած են, եւ այդ փոսը, որ արևմուտք արևելք է, պիտի երևի թե եկեղեցու պատկանում է։ 2006 թվականի օգոստոսն էր, որը կարող է եւ հիմա տենց հստակ չի չեմ, դա երևի օգոստոսի 3-ն էր կամ 4-ն էր, օգոստոսի 6-ին։ Այս երկու քարը արդեն վկայում են, որ սա հզոր կառույց է, որ սա վաղ քրիստոնեական կառույց է, որովհետեւ տեսեք, ասենք ամեն մի քարի երկարությունը 1 մետր, 1.5 մետր բան, դրանք շատ բնորոշ են վաղ ուրեմն քրիստոնեական տաճարներին եւ ակնհայտ էր, որ սա խոսում էր մեծ կառույցի մասին։ Իհարկե մենք չէինք ենթադրում, որ պիտի սա լիներ, ասենք Անդրկովկասի ամենաերկար ուրեմն բազիլիկաներից մեկը, ամենամեծ բազիլիկաներից մեկը, բայց արդեն հասկանալի էր, որ սա կարևոր մի բան է։ Հիմա տեսեք, ասենք 9 թվականին մեզ հաջողվեց պարզել, որ եկեղեցին նաև ունեցել է գողավորումով աբսիդ, ինչը մենք չէինք իմանում առաջին 3 տարիների պեղումների ընթացքում, եւ հիմա սա հնարավորություն տալիս նույնիսկ խոսելու, որ հնարավոր է եկեղեցին 4-րդ դարի վերջերում լինի հիմնադրված։ Երբ որ խոսում ենք Տիգրանակերտի մասին, այդպես միանշանակ մենք չենք դիմում միայն հնագիտական տվյալներին։ Տիգրանակերտի հայտնագործումը, նրա կոնկրետ տեղադրության հստակեցումը մենակ հնագիտական գործ չի։ Տիգրանակերտի մասին կան գրավոր հիշատակություններ, ընդ որում, ասենք, մենք գիտենք, որ ենթադրենք 8-րդ դարի սկզբի Պարտավի ժողովին մասնակցել է Տիգրանակերտի քահանա Պետրոսը։ Այսինքն այդ մենակ է ինչի, որ մենք մի եկեղեցի գտանք եւ ենթադրեցինք, այսինքն Տիգրանակերտը անշուշտ վաղ քրիստոնեական դարերում, մինչեւ ասենք արաբների արշավանքը, արաբների նվաճումից հետո էլ մեծ քաղաք է եղել եւ ունեցել է իր եկեղեցին եւ ունեցել է իր քահանան, որն էլ որպես կարևոր մեծ բնակավայրերից մեկի քահանա մասնակցել է Պարտավի եկեղեցական ժողովին 8-րդ դարի սկզբին։ Ուրեմն, երբ որ մենք այս եկեղեցին հայտնաբերեցինք, պարզվեց դրա ժամանակը, մեզ համար շատ ակնհայտ էր, որ սա Տիգրանակերտի եկեղեցին է, որ այո 7-8-րդ դարում կար ուրեմն այստեղ Տիգրանակերտ բնակավայրը եւ դա ասենք Կաղանկատույքի, Պարտավի նման մեծ մի բնակավայր էր, որի քահանան իրավունք ուներ մասնակցելու եկեղեցական խնդիրներ քննարկող համընդհանուր այդ ժողովին։ Սակայն այս ամենը դեռ առջևում էր։ Իսկ առայժմ նոր թվարկությունից առաջ 111 թվականին Պարթևական արքա Միրդադ II ճնշում է հայոց արքա Արտավաստ I-ի ապստամբության փորձը եւ որպես պատերազմի ավար վերցնում է հայերից ոչ թե տարածքներ, այլ նրանց թագաժառանգ արքայազն Տիգրանին։ Ակնհայտ է, որ պարթևները չափազանց բարձր են գնահատում 30-ամյա հայ թագաժառանգի բացառիկ անձնական հատկությունները եւ գիտակցում են, թե ինչ զգայուն հարված են հասցնում հարևաններին, նրան գերելով։ Դա են վկայում պարթևական թագավորի համառ փորձերը ամուսնացնել Տիգրանին իր դստրերից մեկնումեկի հետ։ Գերընկած հայոց արքայազնը առավել համառությամբ մերժում էր բոլոր այդ քաղաքական առաջարկությունները, որոնցից կարծես թե հնարավոր չէր հրաժարվել։ Այստեղ ակամա հիշում ես մեր առասպելական մյուս արքա Արագեղեցիկին, որը նման հանգամանքներում նույնպես մերժեց աշխարհի տիրակալ համարվող Ասորստանի Շամիրամ թագու բոլոր գայթակղությունները։ Եվ այսպես 30-ամյա հայ թագաժառանգը Ալեքսանդրի ու Արիստոտելի երկրպագուն երազանքներով ու վեհ նպատակներով լի հասուն տղամարդ հայտնվում է ոչ թե իր երկրի գահին, այլ հարևան պետության պատանդի ստորացուցիչ դերում, այն էլ 17 երկար ու ձիգ տարի շարունակ։
Իհարկե նրա գերությունը կրում էր ինչ-որտեղ պատվավոր ու պայմանական բնույթ, սակայն վանդակը մնում է վանդակ, անգամ եթե դրա ճաղերը ոսկուց են ձուլած։ Տիգրանի գերության հանգամանքներն ու նրա վարքը այդ տարիների ընթացքում միանշանակ վկայում են, որ հայ արքայազնը գիտակցաբար էր գնում այս քաղաքական զոհաբերության, գերադասելով մնալ գերի ու միառժամանակ հրաժարվել անձնական իշխանությունից ու ազատությունից, բայց չզիջել հայրենիքի անկախությունը։ Պարզ է, որ իր ամուսնությունը գերիշխող երկրի արքայադստեր հետ ամրապնդելու և օրինականացնելու էր Հայաստանի կախվածությունը պարթևական կայսրությունից, ինչն անընդունելի էր հայ արքայազնի համար։ Տարիներ անց նա նմանօրինակ քաղաքական ամուսնություն է կնքելու Պոնտոսի թագավոր Միրդադ և պատրի դստեր Կլեոպատրայի հետ, հայ-պոնտական դաշինք ստեղծելու և հակապարթևական ու հակահռոմեական ընդհանուր ճակատն ամրապնդելու ռազմավարական նպատակով։ Հատկանշական է, որ այս իր ամուսնությունից ծնված 3 որդիներից էլ ոչ ոք չդիմացավ նման գայթակղություններին և մեկը մյուսի ետևից Զարեն, Դիրան ու Տիգրան փոքրը ուրացան հորը, դավեր կապելով երկրի թշնամիների հետ հանուն անձնական իշխանության։ Մեծ արքան Մոաբաջի ենթարկեց կամ հրաժարվեց դավաճան զավակներից, թագը անձնելով իր ավագ որդուն, հայ կնոջից ծնված Արտավազդին։ Տիգրանն ուներ այդ ահեղ դատաստանի իրավունքը։ Նա նվաճել էր այն սեփական կյանքից առևանգված 17 տարիներով։ Նա պատրաստ էր զոհաբերել իրեն հանուն հայրենիքի և նույնն էր պահանջում ուրիշներից։ Ու ևս մեկ անգամ, կյանքի վերջում նա նորից է տալու սերունդներին այսպիսի զոհաբերության դաս, երբ 75-ամյա ծերունազարդ արքան ձիուց կիջնի ու ոտքով կգա իր մայրաքաղաքը պաշարող Պոմպեոսի ճամբարը ու գլխից հանելով արքայած արքայի իր թագը խոնարհվելու է հռոմեացու առջև, ոչ թե իր ավարտվող կյանքը խնայելու համար, այլ հանուն հայրենիքի փրկության։ Եվ Պոմպեոսը զինվորական մեծահոգությամբ գնահատեց ծեր արքայի անձնազոհությունը և ողջագուրվելով նրան վերադարձրեց Տիգրանին թագը, արհամարհելով նրա դավաճան զավակին փոքրահոգի փոքր Տիգրանին։ Հիշենք նաև, որ 30 տարի անց նրա սիրած որդի Արտավազդը նույն արքայական արժանապատվությամբ գերադասեց նահատակվել, բայց չնսեմացնել հայոց փառքը Եգիպտոսի լիրբ թագուհու Կլեոպատրայի առջև։ Բայց սա էլ է դեռ առջևում, իսկ առայժմ 30-ամյա արքայազն Տիգրանը պարթևական գերության մեջ ընդունում է ճակատագրական մի որոշում, որը շուտով փոխելու է աշխարհի քարտեզը։ Նա արդեն գիտի ինչպես վրեժ լուծել իր անձն ու իր ազգը ստորացնող թշնամուց։ Այդ որոշումն ու գիտելիքը առաջացան գերության 17 երկար տարիների ընթացքում, երբ նա ջանադրաբար և ուշադիր ուսումնասիրում էր պարթևական կայսրության ներքին կառուցվածքը, նրա բանակը, արքունիքը, կառավարման եղանակը, դրանց բոլոր գաղտնիքներով, թերություններով ու թուլություններով հանդերձ։ Միայն թշնամու կատարյալ իմացությամբ կարելի է հասնել նրա նկատմամբ կատարյալ հաղթանակի։ Պարթևները չէին էլ պատկերացնում, թե ինչ ցասում ու վրեժ են ցանել պատանդ վերցրած հայ արքայազնի հոգում 17 տարի շարունակ զրկելով նրան հոր ժառանգած իշխանությունից և Աստծո շնորհած ազատությունից։ Թեև որոշակի կասկածներ նրանք երևի ունեին։ Ամենայն դեպս, երբ 95 թվականին վախճանվեց հայոց Արտավազդ արքան և գերի պահել թագաժառանգին այլևս անհարմար էր քաղաքական առումով, պարթևները որոշեցին թուլացնել հարևան պետությունն ու վարգաբեկել նոր արքա դարձող Տիգրանին ամենադաժան միջոցով։ Նրանք հսկայական տարածքային զիջումներ պահանջեցին Տիգրանից որպես փրկագին։ Այս վերջնագիրը պատմության մեջ մտավ իբրև 70 դաշտավայրի զիջում, քանի որ հայոց թագաժառանգի ազատությունը գնահատվեց այդ վիթխարի հողատարածքով,
արևելքում պայտառականը, Կասպից ծովի մերձաբնյա շրջաններով հանդերձ, հարավում Ուրմիա լիճը ողջ շրջագայքով, արևմուտքում Վասպուրական նահանգը մինչև Վանա լիճ։ Պատերազմ հայտարարելու հավասարազոր այս վերջնագիրն օժտված էր նաև նենգ քաղաքական ու հոգեբանական աստառով։ Ակնհայտ էր, որ հոշոտված ու տրոհված Հայաստանի նորաթուխ տիրակալն ի վիճակի չէր լինի այդ պահին դիմադրել պարթևական ճնշմանը։ Մյուս կողմից, ստիպված լինելով ընդունել ստորացուցիչ պայմանները, Տիգրան II-ը փաստորեն հանձնում էր հայրենի տարածքները հանուն անձնական իշխանության, ինչը խայտառակում էր նրանց սեփական ազգի աչքերում։ Ուստի 46-ամյա արքան սկսեց իր գործունեությունը անչափ անբարենպաստ քաղաքական, տնտեսական և բարոյահոգեբանական պայմաններում։ Նրա անվան հնդեվրոպական ծագումնաբանությունը վերծանվում է որպես սրընթաց նետ ու շաղկապված է տիր, տիգրիս, վագր բառերի, այսինքն երկնային աստվածության, քաղաքի, գետի ու հզոր կենդանու անունների հետ։ Նրա կյանքի ու ճակատագրի զսպանակը սղմվելով մինչև վերջ այդ պահից ի վեր բացվում է սրընթաց, վագրի թռիչքի պես։ Որպես պետականության ամրապնդման առաջնահերթ միջոց նա ձեռնարկեց բանակի հզորացումը։ Նոր արքայի ջանքերը այսպես է նկարագրել Մովսես Խորենացին։ Հետևակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողները հաջող աղեղնավորներ, լախտերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատվեցին վահաններով ու երկաթե զգեստներով։ Եվ երբ նրանք միտեղ հավաքվեցին, միայն նրանց արտաքին տեսքն ու նրանց զրահի ու զենքի փայլն ու շողքը բավական էին թշնամիներին հալածելու ու վանելու։ Որպեսզի հայ պատմիչի խոսքերը հայրենասիրական չափազանցություն չթվան, բերեմ մի վկայություն Պլուտարկոսի գրքից։ Տեսնելով Տիգրանի հետ եկած ձիավորների քանակություն ու շքեղությունը, Լուկուլոսը սարսափեց։ Պետական լարված աշխատանքի ու հասարակությունը համախմբող գաղափարների շնորհիվ այդ ապշեցուցիչ բարեփոխումները կատարվեցին նրա գահակալության սկզբից ընդամենը 1-2 տարիների ընթացքում։ Արդեն 93 թվականին հայոց զորքը շարժվեց դեպի արևմուտք և գրավեց Կապադովկիան ու Ծոպկը։ 92-ին անցավ Կուր գետը և հայոց թագին ենթարկեց Վիրքն ու Աղվանքը։ Հայ ժողովուրդը համախմբվեց իր արքայի շուրջը, համոզվելով, որ Տիգրան II-ը ոչ թե պարթևների դրած խամաճիկ է, այլ իսկական ազգային առաջնորդ։ Միաբանությունը երկրի ներսում հատկապես անհրաժեշտ էր, երբ 93 թվականին Տիգրանը կատարում է խիզախ քաղաքական քայլ, համաձայնվելով, որ փոքր հայքի տարածքը միացվի օրեցօր ուժեղացող Միրդադ և Պատորի պոնտական թագավորությանը, իսկ ինքն էլ ամուսնանում է նրա դստեր հետ, ամրացնելով այդ քաղաքական դաշինքը։ Այս պարագայում Տիգրան արքան ապացուցեց, որ նա ոչ միայն հմուտ ռազմավար է ու դիվանագետ, այլ նաև աշխարհաքաղաքական խոշոր գործիչ։ Դատեք ինքներդ։ Միավորելով Պոնտոսի Սևծովյան նավահանգիստները մեծ հայքի սահմաններում անցնող միջազգային տարանցիկ մայրուղիների հետ, Տիգրանն ու Միրդադը ստեղծեցին հին աշխարհի յուրահատուկ ազատ տնտեսական գոտի, Եվրոպայից մինչև Հնդկաստան ու Չինաստան ձգվող Մետաքսե ճանապարհի ամենակայուն ու պաշտպանված հատվածը։ Կտրուկ աճ ապրեց տնտեսությունն ու առևտուրը, ծաղկեցին արհեստներն ու մշակույթը, բարելավվեց մարդկանց կենսամակարդակը։ Նորից դիմենք Խորենացու պատմությանը։ Ոսկի և արծաթ և գործվածքներ երկրում բազմացնելով հարստացրեց նա բոլոր տղամարդկանց և կանանց, այսպես որ տգեղները սքանչելի էին երևում, իսկ գեղեցիկները նմանվում էին աստվածներին։ Նա խաղաղություն և շինություն հաստատեց, բոլորին լիացրեց յուղով և մեղրով։ Բնականաբար Հայաստանում արդեն 7 տարի տևող այդ մեղրամիսը ահավոր խանդ ու զայրույթ էր առաջացնում Եվրոպայի և Ասիայի գերտերությունների, Հռոմի ու պարթևների մոտ։
Սակայն Տիգրանն ու Միրդատը կանխատեսում են նման զարգացումներ եւ այժմ երկու ստեկ ապահովելով իրար թիկունքը մեջք-մեջքի տված երկու արքաները սկսեցին իրենց կյանքի գլխավոր ճակատամարտը Պոնտոսն ընդդեմ Հռոմի, իսկ Հայքը Պարթևների դեմ։ Նոր թվարկությունից առաջ 95-ից մինչև 87 թվականը Տիգրան II-ի բոլոր գործողությունները կարծես ենթարկված էին այս նպատակին։ Եթե պարթևները հետևելով հայոց արքայի նվաճումներին արևմուտքում եւ հյուսիսում կարծում էին, որ նա չի էլ համարձակվի մտածել 7 տարի առաջ կորցրած 70 դաշտավայրերը վերադարձնելու մասին, ապա նրանք չարեչար սխալվեցին։ Այդ 7 տարիների, ինչպես եւ նախորդ գերության 17 տարիների ընթացքում Տիգրանն իր փորձն եւ ուժն էր կուտակում, իսկ հյուսիս-արևմտյան իր հաղթարշավը անհրաժեշտ էր նաև թափ հաղորդելու դեպի հարավ եւ արևելք այն վագրային թռիչքի, որ նա կատարեց 87 թվականի ամռանը, երբ օգոստոսի 6-ին գիշերային գիսաստղը երկնային նշան արձակեց հայոց արքային նրա ճակատագրի վիճակահանության մասին։ Այդ գիշերը Տիգրան II դարձավ Տիգրան Մեծ։ Մեկ շաբաթ անց հայոց նավասարդի առավոտը Տիգրանի բանակը մտավ 70 դաշտավայրերի տարածքը Արցախի ուղղությամբ։ Սկսվեց հայ-պարթևական պատերազմը։ Հայկական լեռնաշխարհի այս հատվածի լեռնային հատվածը ավարտվում է եւ սկսում է նրա տափաստանային հատվածը, որը ձգում է մինչեւ Գուրգետ։ Եվ ըստ էության այդ եզրագծով էլ ուրեմն բաժանվում էին իրարից Արցախը եւ Ուտիքը եւ այդ եզրագծով էլ ըստ էության ձգում էր մի ճանապարհ, որը Սյունիքից գնում էր մինչեւ Վիրք։ Եվ բան զարմանալի չէ, որ բյուզանդական կայսր Հերակլ II մարշրուտը կամ ճանապարհը հենց այստեղով էր գնում։ Այսինքն այն հատվածով, որտեղ լեռնաշղթան ձուլվում է Տափաստանի հետ, եւ Սեբեոսն էլ այս ճանապարհի վրա հիշատակում է երկու Տիգրանակերտները՝ Արցախի Տիգրանակերտը, որը նա անվանում է Տիգրանակերտ Ավան, եւ Ուտիքի Տիգրանակերտը, որը նա անվանում է Մյուս Տիգրանակերտ։ Մենք հիմա գտնվում ենք Արցախի եւ Ուտիքի սահմանի վրա եւ այստեղ բխող խորթաղբյուրները ըստ էության դարեր շարունակ հնագույն ժամանակներից վեր մեծ դերակատարում են ունեցել, որովհետեւ այստեղ կան ուրեմն խմելու կամ քաղցրահամ ջրի շատ հզոր ակունքներ, որ հնարավոր չէր, ասենք, ուշադրություն իրենց վրա չբևեռեին, որովհետեւ ըստ էության ցանկացած բնակավայրի հիմնումը բերքառատ այս ուրեմն տարածքում նաև ենթադրում էր խմելու ջրի արկայություն։ Եվ ավելին կասեմ, այդ աղբյուրների ուրեմն Շահբուլաղ արքայական անվանումը դա կարող է նաև նշանակել, որ ինքը ինչ որ առնչություն է ունեցել իր պատկանելության տեսակետից, որ դա կարող է ցույցել, որ սա արքայական մի տարածք է, սա արքայական դոմենն է։
Ես նկարանում է այս մեղրագույն մատակ ձյուն վանքասարի փեշերին։ Արցախյան Տիգրանակերտի ավերակների մատույցներում, այսինքն այնտեղ, ուր 22 դար առաջ անցել էր հայոց զորքը, պարթևներին ջախջախած արշավանքի ճանապարհին։ Ինչ գիտենք մենք Տիգրան արքայի ջանքերով վերստեղծված հայոց բանակի մասին։ Հիմնական տվյալները պահպանվել են բծախնդիր հռոմեացի պատմիչների շնորհիվ։ Այսպես, Ապիանոսի վկայությամբ Տիգրան ամենասկզբից հրաժարվեց համընդհանուր զորահավաքից, ընտրելով ծառայության համար միայն առույգ և ուժեղ երիտասարդներին։ Բանակը նա հռոմեական օրինակով բաժանեց վաշտերի ու գումարտակների։ Հրաժարվեց նաև արևելյան զորքին բնորոշ հետևակի խոշոր զանգվածներից, հօգուտ փոքրաթիվ ու արագաշարժ հեծելազորի։ Ապիանոսի գնահատմամբ հայոց զորքի ընդհանուր թվականակը հասնում էր 100,000 զինվորի։ Ընդհանուր առմամբ հայոց լեռներից իջնող բանակներն արդեն այն ժամանակ ունեին բազմադարյա փառահեղ համբավ։ Բավական է նշել պատմության առաջին աշխարհակալ հանդիսացող Ասորեստանի բազմաթիվ ու անպտուղ պատերազմները Արարատյան թագավորության, նրանց լեզվով Ուրարտուի դեմ, որոնք ավարտվեցին ասորիքի կործանմամբ։ Դրանից դեռևս 1000 տարի առաջ, հին թվարկության 17-րդ դարում, հայոց լեռնաշխարհից դեպի Եգիպտոս սլացան առեղծվածային հիքսոսները, այսպես էին անվանում հայկյանց ցեղը հույն տարեգրությունները։ Հայքի զավակները բերեցին իրենց հետ Արարատյան երկրից եգիպտացիներին դեռևս անհայտ մարտակառքեր, ձիեր, երկաթե թրեր ու ամենակարևորը, իրենց արևային աստծո Արայի պաշտամունքը, որին նվաճված եգիպտացիները փառաբանեցին Ռա անունով։ Այնպես որ Տիգրան արքան մշակում էր բավական պարարտ հողը։ Եթե նորից անդրադառնանք Արարատյան թագավորների ռազմական փորձին, ապա սեպագիր արձանագրությունները հաշվապահական ճշգրտությամբ հաղորդում են, օրինակ, նոր թվարկությունից առաջ 7-րդ դարի տիրակալ Սարդուրի բանակի կազմը, 920 մարտակառք, հեծելազորի 3600 ձիավոր և 37,000 հետևակի զինվոր։ Նկատի առնելով, որ Զորամատյանում նշված չէին Տոսպ մայրաքաղաքից դուրս տեղակայված սահմանափակ ուղեկալներն ու հեռավոր բերդերի կայազորը, կարելի ասել, որ այդ բանակի ընդհանուր թվականակն ու կառուցվածքը համեմատելի է ժամանակակից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ։ Սակայն Տիգրան Մեծը լուծում էր այլ ռազմավարական խնդիրներ, այլ պատմական պայմաններում, ուստի և չէր կարող բավարարվել անցյալի փորձով։ Այլ էր ապագա պատերազմի թատերաբեմը, ուրիշ կարգի զորք էր դիմակայելու հայոց բանակին։ Տիգրանը պատրաստում էր իր զինված ուժերը ոչ թե եգիպտական անապատներում, ոչ էլ ասորական տափաստաններում գործելու համար։ Նոր պատերազմը ծավալվելու էր Կապադովկիայի, Հյուսիսային Միջագետքի և Ատրպատականի լեռնային շրջաններում, իսկ լեռնային պատերազմի առանձնահատկությունները պահանջում էին զորքի արմատական ձևափոխում։ Այսպես, նա ստիպված էր հրաժարվել մարտակառքերից, որոնց զանգվածային կիրառումը անօգուտ էր դառնում լեռնային նեղ քիռչերում։ 20 դար անց նրա իրավացիությունը հաստատեցին աֆղանական, չեչենական ու արցախյան պատերազմները, ուր տանկային խոշոր ստորաբաժանումները անպաշտպան թիրախ էին դառնում լեռնային ճանապարհների վրա։ Բացի դա, Տիգրան արքան հրաժարվեց արևելյան բանակներում հիմնական գրոհային ուժ հանդիսացող թեթև հետևակի հսկայական զանգվածներից։ Դանդաղաշարժ ու խոցելի հետևակը նույնպես չէր համապատասխանում ժամանակի մարտահրավերներին և կտրուկ կրճատվել էր հայոց զորքի կազմում։ Տիգրան Մեծի մարտավարության գլխավոր զենքը դարձավ հեծելազորը, հայոց առասպելական այրուձին, որին էլ մենք պարտական ենք ծովից ծով ծավալված Հայաստանի ժամանակավոր փառքով։
Այսօր չկա պարթևների հանդեպ տարած փայլուն հաղթանակների նկարագրությունը, սակայն պահպանվել են վկայություններ նույն ժամանակաշրջանում հռոմեացիների դեմ հայերի մղված պայքարի մասին։ Ականատեսներից մեկը Դիոն Կասիոսը գրում էր. հայկական հեծելազորը հարձակվում էր հռոմեական հետևակի վրա եւ որոշ տարածությունից նետեր ու նիզակների տարապ արձակելով ստիպում էր մեզ նահանջել, բայց նրանք երբեք ձեռնամարտի մեջ չէին մտնում մեր լեգիոնների հետ, անմիջապես հեռանալով ու պատրաստվելով նոր հարձակմանը։ Դա մեծ կորստներ էր պատճառում հռոմեական հետևակին, քանի որ հայերի նետերն օժտված էին երկակի ու երկսայր ծայրերով, որոնք կամ սպանում էին տեղում, կամ էլ ծանր վնաս պատճառում, քանզի դրանք անհնար էր հեռացնել վերքից։ Պաստորեն հռոմեացին նկարագրում է հայոց զորքի հստակ մարտավարությունը։ Հեծելազորի սրընթաց ու ալիքաձև ասպատակություն, նետերի տեղատարապ, որը հեռվից հյուծում է թշնամուն, հետո արագ նահանջ, որը տեղ է բացում ձիավորների մյուս ալիքի հարձակմանը։ Դժվար չէ նկատել, որ սա քոչվոր ասպատակումների մարտավոճն է, որը Տիգրանն ամենայն հավանականությամբ ընդօրինակեց ու վերամշակեց գերության տարիներին ուսումնասիրելով ու վերլուծելով պարթևական սահմանների վրա քոչվոր ցեղերի հաճախակի հարձակումները։ Նրանց դեմ անօգնական էին անգամ պարթևական բանակի գլխավոր ուժը հանդիսացող աղեղնավորները, որոնք չէին կարող արդյունավետ գործել գիշերային ժամերին, ինչդեռ քոչվոր հեծելազորը մթության քովի տակ անարգել մոտենում էր պարթևական քաղաքներին։ Այս ու նման բազմաթիվ մանր ու խոշոր հնարքներից հյուսելով իր նորաստեղծ բանակի մարտավարությունը, Տիգրան մեծը հաշված ամիսների ընթացքում մասնատեց ու ջախջախեց պարթևների հսկայական խայթաբղետ զորքը, որը կազմված էր բազմազգ վարձկաններից եւ բռնի ուժով զորագրված ամբոխներից։ Նոր թվարկությունից առաջ 85 թվականին գաղակալումից 10 տարի անց Տիգրան իրականացրեց իր երազանքը, որը մղձավանջ դարձավ վիթխարի պարթևական կայսրության համար։ Հայոց բանակը գրավեց պարթևների մայրաքաղաքներ Էկբաթենն ու Քթեսիֆոնը, ուր Տիգրանը 17 տարի էր լուսացրել գերության մեջ։ Վագրը վերադարձավ, որ ջարդի իր ոսկե վանդակը։ Պարթևական կայսրությունը տապալված էր։ Տիգրանից բացի միայն Ալեքսանդր Մակեդոնացուն հաջողվեց հասնել դրան։ Գորոս Սանատրուկ Շահինշահը ստիպված էր հանձնել արքայեց արքայի Թագն ու Տիտղոսը հայոց տիրակալ Տիգրան Մեծին։ Պատկերացնելու համար այդ իրադարձության ողջ աշխարհաքաղաքական իմաստը, բավական է ասել, որ դրա արդյունքում հայոց կայսրության ենթարկության տակ հայտնվեց ողջ միջին արևելքը, ժամանակակից Իրանն, Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Հորդանանը, Իսրայելը, Սաուդյան Արաբիայի հյուսիսը, ողջ հարավային Կովկասն ու Թուրքիայի մեծ մասը։ Իր ուսուցչի Ալեքսանդրի օրինակով Տիգրանը ոչ թե թալանում էր գրավված երկրներն, այլ հիմնադրում էր այնտեղ նոր քաղաքներ, տնտեսական, արդյունաբերական եւ մշակութային կենտրոններ, որոնց զարգացման համար հաճախ տեղափոխում էր ազգաբնակչությունը, հայ ռանչպարներին ուղարկելով վերաբնակեցման ենթակա արևմտյան տարածքներ, արաբ քոչվորներին հարավում առևտրական ճանապարհները վերահսկելու, իսկ հույն արհեստավորներին իր կայսրության սահմաններում քաղաքներ ու բերդեր հիմնադրելու նպատակով։ Այսինքն երբ որ խոսք է գնում, ասենք Տիգրանակերտի ավերակների մասին, շատ հաճախ մարդիկ մտածում են, որ դե եթե կար ավանդություն, որ այստեղ Տիգրանակերտ քաղաքն է եղել, եթե ասենք հայերը այս տեղին ասում են Թնգռնակերտ, իսկ պարսիկները ասում են Թառնայուրտ, դա նշանակում է, որ արդեն պարզ է, որ այստեղ Շահբոլաղն էլ գումարած Տիգրանակերտն է եղել, բայց ցավոք մինչև ուրեմն 2006 թվականը այդ ամենը այդքան ակնհայտ չէր։ Այսինքն չնայած տեղանքը ընդհանուր կոչում էր Թառնայուրտ, Տգռակերտ, Թնգռնակերտ, բայց հնագիտորեն որևէ փաստարկ չկար հոգուտ նրա, որ այստեղ
անտիկ քաղաք կա, անտիկ բնակավայր կա։ Ես պատմել եմ կամ շատ եմ ասել, որ Յամպոլսկին մի հոդված է նվիրել Լանքասարի գագաթին գտնվող եկեղեցուն, որտեղ ասել է, թե այդ եկեղեցի են տանում ժայռափոր աստիճանները եւ նույնիսկ մի լուսանկար է դրել այդ աստիճանների։ Եվ երբ որ մենք 5 թվականի մարտ ամսին առաջին հետազոտական աշխատանքներն էինք անում, ասենք արդեն մեզ համար ակնհայտ էր, որ այս ժայռերը ինչ որտեղ տաշված են։ Ես նկատի ունեմ ոչ թե այն, որ ժայռը կտրել տարել են, այլ որ հատուկ գործիքով ժայռերը հարթեցրել են։ Կարող եք տեսնել, որ սա մի կիսաշրջան է, որը միանում է ահա այս փորվածքին։ Այդ փորվածքը այն ժամանակ հողով ծածկած չէր երևում, բայց այս համար հասկանալի է, որ կիսաշրջանը հեչ էլ աստիճան չէ, այլ դա կիսաշրջան աշտարակի հիմքն է։ Շատ բաց, հստակ երևում է այդ հիմքը։ Դա մեզ լրիվ, այսպես ասած, բան արեց, հուսադրեց, որ աստիճան կոչվածները, որոնք ձգվում են մոտապես մինչև 400 մետր, գոնե ակնհայտ հետքերը։ Այդպիսի ժայռափոր հիմքեր ունի Արտաշատը, նման ժայռափոր հիմքեր կան Արմավիրում, նման ժայռափոր հիմքերի վրա է ստեղծված վրացական Բագինետին, որը այս ժամանակի հուշարձան է եւ այլն եւ այլն։ Այսինքն մեզ համար ակնհայտ էր, որ ըստ էության մեր ադրբեջանցի գոլեգաները, ինչպես ասում են, այս քաղաքը չեն նկատել, որովհետև Յամպոլսկին, որը աղվանական տեսության այսպես հայրերից մեկն է եւ հռչակավոր ակադեմիկոս ու հեղինակություն, ասել էր, որ տղաներ, սրանք աստիճաններ են, որովհետև ադրբեջանական հնագետները այստեղ տարիներ շարունակ աշխատել են, ադրբեջանցի հնագետները բան են արել, վերականգնել են այդ 18-րդ դարի ամրոցը, այստեղից հող են քանդել, տարել են, լցրել են բան, եւ ի վերջո Յամպոլսկու հոդվածը կար լույս տեսած 50-ական թվականների վերջին, որին ծանոթ էի։ Մենք ինչ արեցինք, մենք սկսեցինք ուշադիր այս տարածքը քննել։ Եվ ընդամենը ասենք 1-2 ժամվա ընթացքում մենք մի քանի տասնյակ, ուրեմն այսպես կոչված բանը գունազարդ խեցեղենի բեկորներ գտանք, դա դասական խեցեղեն է պատրաստված մեր թվականությունից առաջին մեր թվականության առաջին դարում։ Այսինքն ինչ ունեինք մենք։ Մենք ունեինք բազմաթիվ հիշատակություններ Տիգրանակերտի մասին, որը տեղայնացում է Շահբուլաղում։ Մենք ունեինք ուրեմն Պարսկի ժայռափոր մի քանի 100 մետր ձգվող հետքեր, որոնք ակնհայտորեն բնորոշ են ուրեմն անտիկ քաղաքաշինությանը, եւ մենք ունեինք մեր թվականությունից առաջ առաջին մեր թվականության առաջին դարերի գուրնազարդ խեցեղենի հոյակապ օրինակներ։ Բնական էր, որ մենք կարող ենք եզրակացնել, որ մեզ հաջողվել է հնագիտորեն փաստել Տիգրանակերտ քաղաքը։ Թեպետ Բերտաշինությունը հայերի համար ավանդական ռազմավարություն է եղել դեռևս արարատյան թագավորների ժամանակից, փոքր ուժերով մեծ տարածքներ վերահսկելու նպատակով։ Տիգրանակերտի հիմնադրումը անկասկած Տիգրանի յուրահատուկ տուրքն էր Մեծ Մակեդոնացուն, ով նշում էր սեփական նվաճումները աշխարհի տարբեր եզրերում Ալեքսանդրիաներ կառուցելով։ Սակայն հայոց արքան դասեր էր քաղել ոչ միայն Ալեքսանդրի հաղթանակներից։ Մակեդոնյան վերջին ժառանգությունը Սելևկիդների թագավորությունը զավթելով, Տիգրանն անշուշտ գիտակցում էր, որ ցանկացած կայսրության բնական թշնամին է նրա իսկ ծավալապաշտությունը։ Գրավելով Անտիոքիան ու թողնելով այնտեղ իր սպարապետ Բագրատին, նոր թվարկությունից առաջ 81 թվականին հաղթանակների գագաթնակետին հասած 60-ամյա Տիգրան Մեծը վերադարձավ Հայաստան, սահմանափակվելով իր պետության ազգային տարածքում։ Նա չփորձեց ոչնչացնել, տրոհել կամ նվաստացնել նվաճված պարթևական կայսրությունը։ Մի կողմից հսկայական ու բազմազգ այս տարածքի վերահսկումը փոշիացնելու եւ հյուծելու էր սահմանափակ հայկական ուժերը։ Մյուս կողմից օրինական տեսակետից կատարված ընկալվում էր իբրև նույն արքայական տան ներսում իշխանության փոխանցում պարթևական արշակունիներից հայոց արշակունիներին։ Պատմական համատեքստում դրա շնորհիվ նա 5 դարով նախապես ապահովեց իր ազգի արտոնյալ դիրքը ապագա Պարսից կայսրության կողքին, մինչև որ նոր թվարկության 428 թվականին նրա ապիկար տեղապահները փոշիացրին հայոց պետականությունը։
Կարճաժամկետ առումով արքայի հաշվենկատությունը թույլ տվեց նրան 20 տարի անց ռազմավարական դաշինք կնքել նույն պարտված պարթևների հետ։ Այդ պահից ի վեր ավարտվել էր Տիգրան Մեծի գործունեության Ալեքսանդրյան շրջանը և սկսվեց նրա բուն հայկական քաղաքականությունը։ Առավել ևս, որ նոր թվարկությունից առաջ 71 թվականին Հայաստանին սպառնացող վտանգը գալիս էր արդեն ոչ թե արևելքից, այլ արևմուտքից։ Սկսվում էր հայ-հռոմեական պատերազմների դարը։ Ընդհանուր առմամբ, սա հայերի ու հռոմեացիների առաջին բախումը չէր։ Ուղիղ 30 տարի առաջ Հռոմի բռնապետ Սուլլան մուտք էր գործել Փոքր Ասիա, իսկ ուղիղ 20 տարի առաջ նույն Տիգրանը մարտահրավեր նետեց արևմուտքի տիրակալներին, զորք ուղարկելով Կապադովկիա, որպեսզի դուրս վռնդի նրանց դրածո արիոբարզան հռոմեացերին և վերադարձնի գահը իր աներոջ Միրդադ Պոնտացու զավակ Արիարատին։ Անկասկած, հայոց արքան գիտակցում էր հռոմեացիների հետ առճակատման ողջ վտանգը։ Հիշեցնեմ, որ սա տեղի ունեցավ դեռ 91 թվականին, նրա գահակալության ընդամենը 4-րդ տարում։ Սակայն քաղաքական շահերից զատ, տվյալ դեպքում գործեց մի հանգամանք, որը թերևս այդքան էլ ծանոթ ու հասկանալի չէ ժամանակակից քաղաքական գործիչներին՝ պատվի ու պարտքի զգացումը։ Բանն այն է, որ դրանից 2 տարի առաջ Տիգրանը ամուսնացավ Պոնտոսի արքայադուստր Կլեոպատրայի հետ և օգնելով աներոջը Միրդադ և Պատորին, նա կատարում էր նախ և առաջ իր ընտանեկան ու բարոյական պարտքը։ Հետաքրքիր է, որ այդ պահին պարթևներն իրենց պատմական Ախոյան Հռոմին առաջարկեցին զինվորական դաշինք կնքել ընդդեմ հայերի ու պոնտացիների։ Հռոմեացիք հրաժարվեցին, հաշվարկելով, որ երկու ճակատով միաժամանակ կռվել չեն կարողանա, և ուժերը կենտրոնացրին Միրդադի դեմ։ Սակայն նրանք իհարկե չէին մոռացել, որ մեկ դար առաջ հենց հայերն էին ապաստան տրամադրել Հռոմի ամենավոխերիմ թշնամուն՝ կարթագենցի Հաննիբալին։ Հմուտ դիվանագետներ հռոմեացիք համբերատար սպասում էին հատուցման պահին։ Եվ այդ պահն եկավ 71 թվականին, երբ 3 ավերիչ պատերազմից հետո Հռոմի հիմքերը սասանած, բայց ի վերջո պարտված Միրդադը, ինչպես և Հաննիբալը նրանից մեկ դար առաջ, ապաստան խնդրեց Հայաստանում։ Տիգրան Մեծը վարվեց իր նախնիների պես, ընդունելով նրան և մերժելով հռոմեացիների պահանջը մատնել ու հանձնել իր դաշնակցին ու ազգականին։ Սխալվեց նա արդյոք, դասելով մարդկային բարոյականությունը սառը քաղաքական հաշվարկից բարձր։ Համենայն դեպս դավաճանին ժողովուրդը չի հռչակում մեծ արքա։ Հետաքրքիր է, որ հռոմեական զինվորականները, ովքեր շփվում էին Տիգրանի հետ մարտի դաշտում կամ բանակցություններում, ինչպես Լուկուլոսը, Պոմպեոսը, Կասիոսն ու Ապիանը, որպես կանոն արժանին էին մատուցում հայոց արքայի բացառիկ մարտական, դիվանագիտական և մարդկային հատկություններին։ Մինչդեռ պատմիչները, որոնք կերտում էին Հռոմի կայսերական գաղափարախոսությունը, սովորաբար նսեմացնում և խեղաթյուրում էին նրա կերպարը, ձգտելով ներկայացնել Հռոմի ահեղ մրցակցին որպես նենգ արևելյան բարբարոս։ Պատահական չէ, որ համարյա չեն պահպանվել կամ ոչնչացվել էին հույն հեղինակների վկայությունները, որոնք արտահայտում էին այլ տեսակետը, ինչպես օրինակ Տիգրան Մեծի խորհրդատու Միտրոդորես Սկեպսիացու, ում անվանում էին Միզորոմեոս, այսինքն հռոմատյաց։ Նրա կամ աթենքցի Ամֆիկրատոսի պես հույն մտավորականների հայամետությունը բացատրվում էր այն պարզ պատճառով, որ իդեմս Տիգրանի և Միրդադ և Պատորի հույները տեսնում էին Ալեքսանդր Մակեդոնացու հետևորդների, ում արժեհամակարգն ու քաղաքականությունը հակադրվում էր ժողովուրդների դահիճ, ազգայնամուլ ու դաժան Հռոմին։ Դա է, որ հայ արքային չէին կարող ներել հռոմեացի գաղափարախոսները։ Նման կեղծիքներով հատկապես աչքի է ընկնում հռոմեացիներին ծառայող հույն հռչակավոր գրող Պլուտարկոսը։ Սեփական բնակալեզությունը արդարացնելու համար նա ամեն կերպ փորձում էր վարկաբեկել հույների հանդեպ հայոց արքայի բարեամփյուր վերաբերմունքը։
Այսպես նա անհիմն մեղադրում էր Տիգրան Մեծին հույն փիլիսոփա Միտրոդորոսի մահվան համար, թեպետ մեկ այլ տեղ խոստովանեց, որ հայոց արքան այնքան էր վշտացել իր մտավորական զրուցակցին կորցնելու պատճառով, որ ճոխ թաղում կազմակերպեց նրա համար։ Նման անհետեցությունների գլուխգործոցն է Պլուտարկոսի պատմությունը այն վերջնագրի մասին, որում Հռոմի դեսպան Ապիանոսը սպառնում է Տիգրան Մեծին պատերազմով, եթե նա չհանձնի նրանց Հայաստանում ապաստան գտած Միրդատին։ Ահա ինչ է ասում Պլուտարկոսը. Տիգրանը լսում էր նրան անշարժ դեմքով ու ձևական ժպիտով, բայց երևում էր, թե որքան էր ցնցել հայոց արքային այս երիտասարդի ասածը։ Երևի թե իր իշխանության, ավելի ճիշտ զավեշտի 25 տարիների ընթացքում առաջին անգամ նա լսեց ազատ մարդու խոսքը։ Ի պատասխան նա ասաց, որ Միրդատին չի դավաճանի, իսկ եթե հռոմեացիք պատերազմ են ուզում, նրանք կստանան պատերազմ։ Հարց է ծագում, ով էր ավելի ազատ ու ազնիվ այդ ճակատագրական պահին՝ գոռոզ հռոմեացի դեսպանը, կեղծավոր հույն պատմիչը, թե հպարտ հայ արքան։ Ինչևէ, հռոմեական վերջնագրի արհամարումը անպատիժ չէր մնա։ Քրիստոսից առաջ 69 թվականին Լուկոլոսի լեգիոնները մտան Հայաստան։ 72-ամյա Տիգրանը ընդունեց մարտահրավերը։ Հիշենք, որ պարթևներին հաղթելուց հետո Հայաստանն ապրեց խաղաղության 16 տարի, որոնց ընթացքում կառուցվում էին նոր քաղաքներ ու ջրատարներ, ծաղկում էին արվեստն ու արհեստը, առևտրական ուղիները անարգել հասնում էին Հնդկաստան ու Չինաստան, տաճարներում միավորվեցին հայոց և հույն աստվածները։ Ծնվեց ու մեծացավ խաղաղություն ու անկախություն ճաշակած հայերի մի ողջ սերունդ։ Հենց այդ սերնդից էր հարկավոր շտապ կազմել հայոց նոր զորքը։ Պատերազմների պատմությունը սովորաբար գրում են հաղթողները, սակայն լավ գրողները նույնիսկ պարտությունները կարող են ներկայացնել որպես հաղթանակ։ Հին Հռոմում կային լավ գրողներ, որոնք ստեղծեցին թյուր տպավորություն, իբրև թե այդ պատերազմն ավարտվեց Տիգրանի խայտառակ պարտությամբ։ Իրականում դա բոլորովին էլ այդպես չէ։ Ավելին, շուրջ 3 դար տևած հայ-հռոմեական դիմակայության արդյունքում հայերն այդպես էլ չհնազանդվեցին, իսկ հռոմեական մետաղադրամի վրա ժամանակ առ ժամանակ դրոշմվող հաղթական գրերը արտահայտում էին ավելի շատ հռոմեացիների իղձերը, քան իրողությունը։ Բավական է նշել, որ արդեն նոր թվարկության 60 թվին տխրահռչակ կայսր Ներոնը առասպելական ճոխությամբ ընդունեց հայոց արքա Տրթատին, միայն թե վերջինս համաձայնվեր թագն ընդունել հռոմեացու ձեռքերից։ Հենց դա էր Տիգրան Մեծի գլխավոր հաղթանակը։ Նա թողեց իրենից հետո ազատատենչ, հաղթանակող, անկոտրուն մի ազգ, որն այլևս ուներ արժանապատվության բարձրագույն չափանիշ՝ Տիգրան Մեծի Հայաստանը։ Ես ուզում եմ այստեղ անպայման հիշել սևակարծրունուն, որը անընդհատ ինձ ոգևորում էր, թե մենք Ալիևին պիտի կարող ենք պատասխանել, որ Ալիևը առաջադրել է Ադրբեջանի ակադեմիային ապացուցել, թե հայերը 19-րդ դարում են հայտնվել Արցախում, եւ դրա պատասխաններից մեկը կարող է լինել Տիգրանակերտի հայտնաբերումը։ Մենք Սևակի հետ որոշեցինք, որ մենք 2 շաբաթ պեղումներ կանենք եւ տեսնենք ինչ արդյունք կա։ Եվ պիտի ասել, որ այդ 2 շաբաթվա պեղումները լիակատար փարատեցին մեր, այսպես եթե որևէ կասկած կար, որ մենք գտել ենք մեր թվականությունից առաջ առաջին դարում կառուցված մի հզոր քաղաքի հետքերը, որը ունի հզոր միջնաբերդ, ծիծեռնակապոչ, կապերով շարված, որտեղ ուրեմն ժայռերը փորված են մի քանի 100 մետր ձգողականության եւ որը ունեցել է հզոր վաղ քրիստոնեական նաեւ ժամանակաշրջանի մշակույթ եւ կարծեք թե եւ եկեղեցու կամ բազիլիկայի հայտնաբերումը կարծեք թե դասական հավաստումը լինի կաղանկատվածու եւ ընդհանրապես գիրք թղթոցի այն վկայության, որ Պարտավի ժողովի 8-րդ դարի սկզբում մասնակցում էր նաեւ Տկրակերտի քահանա Պետրոսը։ Ընդհանրապես այդ ժողովին մասնակցել են միայն շատ խոշոր բնակավայրերի, ուրեմն եկեղեցական հովիվներ։ Եվ փաստորեն գտնելով ահա այդպիսի հզոր նաև եկեղեցական կառույց, մենք կարող ենք ասել, այո, մենք ունենք մատենագրական տեղեկություններ, մենք ունենք տեղագրական նկարագրություններ, մենք ունենք ժողովրդական, հայկական եւ պարսկական ավանդություններ
այստեղ գտնվող Տիգրանակերտի մասին, եւ մենք ունենք մեր թվականությունից առաջ առաջին դարում կառուցված հզոր քաղաքի ավերակներ։ Ավելին կարող եմ ասել, ուրեմն վերջերս իմ լավ բարեկամ, ուրեմն Ջուստո Տրայինան, ուրեմն իտալացի հայագետ պրոֆեսորը մի հոդված է գրել նվիրված ուրեմն ընդհանրապես հռոմեական արշավանքների այս ուրեմն մասերում եւ նա ուշադրություն է դարձել իշարս ուրիշ հետազոտողների, որ Ստրաբոնը Տիգրանակերտի մասին, մայրաքաղաք Տիգրանակերտի մասին իր ուրեմն զրույցներից մեկում կամ իր պատմածի հատվածներից մեկում ասում է Իբերիայի մոտի Տիգրանակերտը։ Ժամանակին շատ հետազոտողներ փորձել են խմբագրել, ասելով, որ կա մի Տիգրանակերտ, դա Տիգրանակերտ մայրաքաղաքը հիմնված Միջագետքի եւ Հայաստանի այսպես հարավի սահմանի վրա, եւ բոլոր դեպքերում դա չի կարող Իբերիայի մոտ լինել։ Եվ փորձել են խմբագրել, ասելով, գուցե ինչ որ թյուրիմացություն է Իբերիայի օգտագործումը, բայց Ջուստո Տրայինան գտնում է, որ մեր ուրեմն հայտնագործման հետևանքով հասկանալի է դառնում, որ Ստրաբոնը Տիգրանակերտ մայրաքաղաքից բացի ունեցել է տեղեկություններ մի ուրիշ Տիգրանակերտի մասին, որը գտնվել է Իբերիայի, իսկ Իբերիան դա Վիրքն է կամ Վրաստանն է մոտերքում։ Բնական է, որ Փոքր Ասիայում ապրող Ստրաբոնի համար կամ նրա աղբյուրի համար այս Տիգրանակերտը շատ մոտ էր Վրաստանին կամ Իբերիային։ Այսինքն Ստրաբոնի այդ հանելուկը, թե ինչու պիտի Տիգրանակերտը Իբերիայի մոտ լինել, կարծում եմ մեր ուրեմն հայտնագործման արդյունքում իր բացատրությունը լիակատար գտնի։ Բայց վերադառնանք մեկ դար առաջ, 5 թվարկության 69 թվական, երբ Լուկուլոսը պաշարել էր արևմտյան Տիգրանակերտը։ Այնինչ տեղի ունեցավ դրանից հետո, քաղաքական առումով այսօր կանվանային հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքար, իսկ ռազմական տեսակետից պարտիզանական պատերազմ։ Պատմական ցուցակներ անցկացնելով կարելի է համեմատել հայ-հռոմեական առաջին առճակատումը Նապոլեոնի դեմ ռուսական զորքի կամ Հիտլերի դեմ սովետական բանակի մարտավարության հետ։ Նշած երեք դեպքում էլ Զավթիչը սխալվում էր, կարծելով, որ գործ ունի միայն զինված ուժերի հետ, ուստի բավական է պարտության մատնել բանակը կամ նվաճել մայրաքաղաքը եւ հաղթանակն ապահովված է։ Իրականում նրանք հանդիպում էին համազգային դիմադրության հետ, որը թելադրում էր բոլորովին այլ մարտավարություն։ Նայենք ինչ է անում Տիգրանը։ Պլուտարկոսի վկայությամբ նա հրամայեց իր սպարապետ Մերուժանին 3000-անոց հեծելազորով եւ 5000 հետևակով կասեցնել թշնամու գրողը, իսկ ինքը թողնում է Տիգրանակերտը եւ շտապում դեպի Տավրոսի լեռներ, ուր սկսում է կուտակել հիմնական ուժերը։ Մերուժանը հարձակվում է Սեքստիլիոսի գերակշռող զորքի վրա եւ դաժան մարտից հետո ողջ գնդի ու անձնական նահատակության գնով կանգնեցնում է հռոմեացիների առաջխաղացումը։ Պլուտարկոսն անհիմն մեղադրում է Տիգրանին թուլամորթության համար, հակադրելով դրան Մերուժանի խիզախությունը։ Իրականում սա արքայի հստակ մարտավարություն էր, զոհաբերել նվազագույնը գլխավորը պահպանելու համար։ 19 դար անց Բորոդինոյի դաշտում նույն կերպ Նապոլեոնի դեմ գործեց հայ իշխանական տոհմի զավակ Բագրատիոնը, ով իր վերջնապահ գնդի անձնուրացության եւ սեփական կյանքի գնով ապահովեց Կուտուզովի հիմնական ուժերի կազմակերպված նահանջը։ Առաջին իսկ բախման արդյունքում հռոմեացիների ծրագրված Բլիցկրիգը խափանվեց, եւ մայիսի սկզբին Տիգրանակերտի մատույցներին մոտեցած Լուկուլոսը 6 ամիս անընդմեջ ու անպտուղ փորձում էր նվաճել պաշարված հայոց մայրաքաղաքը։ Ամրոցի պաշտպանները նետերի տեղատարափով կասեցնում էին պատերին մոտեցող թշնամուն, իսկ նրանց պարսպակործան սարքերի վրա վերևից թափում էին այրվող նավթ ու ձուտ։ Այդ ընթացքում Կլավդիոս Ապիանի վկայությամբ հայերի հեծելազորը հանդուգն գիշերային գործողություն ձեռնարկեց, դրսից ճեղքելով հռոմեացիների շղթան ու շրջապատված քաղաքից դուրս բերեց Տիգրանի ընտանիքն ու արքայական գանձարանը։ Այնուամենայնիվ, կես տարվա պաշարման ընթացքում պաշտպանների ուժերը հյուծված էին։ Հոկտեմբերին հայոց արքան 80,000-անոց զորքով վերադարձավ Տիգրանակերտի մատույցները ճակատամարտ ընդունելու համար։ Լուկուլոսը, որի անունը պատմության մեջ մտավ զավթած երկրները թալանելու հաշվին առասպելական խրախճանքներ սարքելու ու գումարներ գրպանելու պատճառով, լավ գիտեր հին հռոմեական առաքը։
Ոսկին բացում է այն դուռը, որը չի բացի ոչ մի թուրը։ Անպտուղ պաշարման երկար ամիսների ընթացքում նա գաղտնի կապ հաստատեց Տիգրանակերտում բնակվող որոշ հույների հետ, ովքեր խոշոր կաշառքի դիմաց համաձայնվեցին վճռական պահին հանձնել քաղաքը հռոմեացիներին։ Այդ պահն հասավ Քրիստոսից առաջ 69 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Դիոն Կասիոսի, Կլավդիոս Ապիանի և Պլուտարկոսի վկայությամբ հույները քաղաքի ներսում գրավեցին պաշտպանական պատի նախօրոք ընտրած հատվածը և դավաճանաբար ներս թողեցին հռոմեացիներին։ Տիգրանակերտն ընկավ։ Այնուամենայնիվ, մայրաքաղաքի անկումը, ինչպես և տանուլ տված մարտը բոլորովին էլ համարժեք չէր պարտության, օտար զավթիչների դեմ մղվող ազգային ազատագրական պայքարում։ Մեծ արքան իզուր չէր հիմնադրում Տիգրանակերտ անունով քաղաքներ երկրի տարբեր ծայրերում, ապահովելով Հայաստանի կայունությունը նման արհավիրքների դեպքում։ Սակայն ամենաէականն էր հայերի հակահռոմեական պոռթկումը, որի մասին վկայել էր Լուկուլոսի մտերիմ հռչակավոր Ցիցերոնը, ասելով թե բարբարոսական ցեղերն, այսինքն հայերը, ցասումով ու զայրույթով են լցված մեր բանակի նկատմամբ։ Հռոմեացիների համար իսկապես սկսվել էր մղձավանջային շրջան, որի ընթացքում Տիգրան Մեծի ու Միրդադ Պոնտացու միավորված զորքերը քամում ու մաշեցնում էին թշնամուն, ձեռնարկելով անվերջ հարձակումներ և արագ նահանջներ։ Տիգրանը ամառորեն խուսափում էր ճակատային խոշոր բախումից, որին այնքան էր ձգտում Լուկուլոսը, և ներքաշում էր հակառակորդին իր երկրի խորքը։ Լուկուլոսն էլ, համոզվելով, որ Տիգրանակերտի գրավումը բեկում չմտցրեց պատերազմում, շարունակում էր հետապնդել Տիգրանին։ Սակայն հայտնվելով լեռնային կիրճերում, հոգնած ու հյուծված հռոմեական հետևակն ընկավ ծուղակի մեջ, հեշտ թիրախ դառնալով հայոց հեծելազորի համար, որը մոտահարում էր թշնամուն և արագ հեռանում, տեղ զիջելով ասպատակող ձիավորների մյուս ալիքին։ Միաժամանակ բնակչությունը ոչնչացնում էր թշնամու վերջապահ խմբերը և պարենի պաշարները։ Բացի դա, Հայաստանի լեռնային շրջանների ցրտաշունչ ձմեռը բացարձակապես անսպասելի էր պապկասուն հռոմեացիների համար։ Լուկուլոսը հետագայում գանգատվում էր, որ անգամ ձիերը չէին կարողանում ջուր խմել Հայաստանի սառը լեռնային գետերից։ Հազարավոր մղոններով հայրենիքից հեռացած, թշնամական երկրում մոլորված հռոմեական լեգիոնները մատնվել էին խուճապի։ Լուկուլոսի հույսը մեկ հարվածով ջարդել հայերին և ավարտել պատերազմը վերջնականապես տապալվեց 67 թվականի գարնանը Արածանի գետի ափին, երբ այդքան երկար սպասված ճակատամարտում ուժասպառ հռոմեացիք կորցրեցին սպանված 7000 զինվոր և մոտ 200 բարձրաստիճան սպա։ Այս պարտության վերաբերյալ հանդես գալով Սենատում Ցիցերոնը թույլտվություն խնդրեց հետևել հռոմեական պատմիչների օրինակին և չխոսել այդ ազգային խայտառակության մասին։ Ընդհանրապես, հայ-հռոմեական առաջին պատերազմը զարմանալիորեն հիշեցնում էր 19-րդ դարի ֆրանսիական և 20-րդ դարի գերմանական ներխուժումը Ռուսաստան։ Մայրաքաղաքին նույնպիսի անօգուտ պաշարում, պաշտպանվող բանակի ծրագրված նահանջ, ժողովրդի պարտիզանական պատերազմ և անգամ զավթիչների պարտության նույն արդարացումը ցուրտ եղանակի պատճառաբանությամբ։ Լուկուլոսի զորքում սկսվեց զանգվածային դասալքություն։ Պառապանց լեգիոնները վերածվեցին թափթփված ամբոխի, որ խուճապահար փախչում էր տարբեր ուղղություններով։ Պոնտոսի ու Հայաստանի դեմ 7-ամյա ավերիչ պատերազմի արդյունքում զավթիչները կրեցին բացարձակ պարտություն։ Սակայն Հռոմը չէր կարող հաշտվել աշխարհակալի համբավի համար նման վտանգավոր նախադեպի հետ։ Արդեն մյուս 66 թվականի սկզբին բացառիկ լիազորություններ և թարմ զորք ստանալով Հայաստան ներխուժեց հռոմեացի նոր հրամանատար Գնեի Պոմպեոս Մագնուսը։ Դրան հետևած իրադարձությունները թերևս չեն ստացել արժանի գնահատականն առ այսօր։ Նշենք սկզբից երկու կարևոր հանգամանք։ Առաջինն այն է, որ հռոմեացիների հետ նոր պատերազմի շեմին հայոց արքան բոլորեց իր 75-ամյակը։ Երկրորդն էր այն, որ Կլեոպատրայի ծնված իր կրտսեր իշխանամոլ զավակ Տիգրան Փոքրը
հորդեմ դավեր էր հյուսում բոլոր թշնամիների հետ, մեկ հռոմեացիներից օգնություն խնդրելով հայոց գահը նվաճելու համար, մեկ պարթևներին համոզելով հարձակվել Հայաստանի վրա։ Փոքր Տիգրանն անգամ արեց այն, ինչից հպարտորեն հրաժարվել էր 30 տարի առաջ իր հայրը։ Նա ամուսնացավ պարթևների արքա Փրահատի դստեր հետ, որպեսզի նրան վստահեն օտար բանակը, սեփական հայրենիքն ու հայրական գահը զավթելու համար։ Այսպիսով, Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակը նոր թվարկությունից առաջ 66 թվականի գարնանը ողբերգական էր ու կարծես թե անելանելի։ Արևմուտքից Արաքս գետին էին մոտենում վրեժ խնդիր հռոմեական լեգիոնները։ Արևելքից մայրաքաղաք Արտաշատը պաշարել էր պարթևական զորքը, արքայի հարազատ Զավակի, Դավաճան Տիգրան Փոքրիկ գլխավորությամբ։ Եվ այս պայմաններում հայոց մեծ արքան սկսեց իր կյանքի վերջին պատերազմը։ Սկզբից նա հարձակում է ձեռնարկում Արտաշատը շրջապատող պարթևների վրա եւ ջախջախում նրանց։ Ըմբոստ որդին նորից փախչում է, այս անգամ հռոմեացիների մոտ։ Ջարդելով թշնամիներից առավել թույլին, Տիգրան արքան սկսում է գաղտնի բանակցություններ պարտված պարթևների հետ, համոզելով Փրահատ թագավորին ընդհանուր ճակատ ստեղծել արևմտյան անհաշտ ու անկուշտ զավթիչների, հռոմեացիների դեմ։ Եվ այստեղ որոշիչ դեր խաղաց հայոց արքայի իմաստուն հանդուրժողականությունը, որ նա հանդես էր բերել պարթևների հանդեպ 85 թվականի պատերազմից հետո։ Տիգրանն անգամ առաջարկում է Փրահատին վերադարձնել նրան արքայածարքայի թագը, որը խլեց պարտված Սանատրուկից 20 տարի առաջ։ Այս ջանքերի շնորհիվ վերականգնվեց խաղաղությունն ու փոխվստահությունը մեր հարավային հարևանի հետ, իսկ 2 տարի անց հայերն ու պարթևները կնքեցին ռազմավարական դաշինք, որը փաստորեն գործեց 500 տարի շարունակ։ Այսպես, ապահովելով իր թիկունքը արևելքից, հայոց արքան շրջվեց դեպի արևմուտք։ Նոր թվարկությունից առաջ 66 թվականի աշնանը, անցնելով Արաքսը, Արտաշատին մոտեցել էր Պոմպեոսը։ Այս անգամ Տիգրանը իր ազգից ու բանակից զոհաբերություն չպահանջեց և զորք չուղարկեց թշնամու դեմ։ Նա միայնակ գնաց հռոմեացիների ճամբար, իջավ ձիուց, գետնին դրեց արքայական իր թագը և գլուխը խոնարհելով մոտեցավ Պոմպեոսին։ Մարդկային պատմության մեջ հազիվ թե գտնվի մեկ այլ դեպք, երբ երկրի առաջնորդը գնում է նման զոհաբերության։ Համենայն դեպս անգամ հռոմեական աղբյուրների համաձայն Պոմպեոսը ցնցված էր ծեր արքայի կեցվածքով։ Նա վեր թռավ տեղից, թագը գետնից բարձրացրեց և նորից դրեց Տիգրանի գլխին։ Դրան հետևած բանակցությունների արդյունքում Հայաստանն իր պատմական սահմաններով ճանաչվել էր Հռոմի դաշնակից անկախ պետություն, մնալով Տիգրան արքայի միանձնյա իշխանության տակ։ Սիրիան, Փյունիկիան և Կիլիկիան անցնում էին Հռոմին։ Հայաստանին մնում էր նաև ողջ հյուսիսային միջագետքը։ Ինչպես տեսնում ենք, այս ծանրագույն քաղաքական և ռազմական իրադրությունից Տիգրան մեծը դուրս եկավ հաղթանակով։ Նա օգտվեց հին աշխարհի երկու գերտերությունների, Հռոմի ու պարթևների հակասություններից, երկուսի հետ էլ դաշինք կնքելով։ Ավելին, նա ստեղծեց դիվանագիտական գլուխգործոց, ապագա խորը ճգնաժամ սերմանելով Հռոմի ներքին կյանքում։ Տիգրան արքան բնականաբար տեղյակ էր, որ իր հակառակորդ Պոմպեոսը հանդիսանում է Հռոմում ստեղծված եռիշխանության առաջնորդներից մեկը։ Մյուս երկուսն էին Մարկոս Կրասոսը և Հուլիոս Կեսարը։ Դեռևս գերության տարիներին ուսումնասիրելով պարթևական օրինակը, հայոց արքան հասկանում էր, որ Հռոմը ճակատագրական անցում է կատարում հանրապետությունից դեպի միապետություն։ Ու եթե 5 տարի առաջ, գլխավորելով իր երկրի դիմադրությունը, նա ջախջախեց Լուկուլոսի բանակը, ապա հիմա Տիգրանն ընտրում էր բոլորովին այլ ռազմավարություն։ Ցանկության դեպքում հնարավոր էր նորից պարտության մատնել այսքան հեռու հասած հռոմեական լեգիոնները, սակայն արքան գիտակցում էր, որ ծավալապաշտությամբ վարակված Հռոմը ուղարկելու է նորանոր զորքեր կայսերական մոլուցքը հագեցնելու համար։ Ուստի հեռատես Տիգրան արքան հանուն իր երկրի անվտանգության յուրահատուկ տրոյական ձի է ուղարկում Հռոմ, ի դեմս Պոմպեոսի,
որն առանց պատերազմի ստանձնեց հաղթողի ու հաշտարարի համբավը, Հայաստանից տուն վերադառնալով որպես իշխանության հիմնական հավակնորդ։ Հայոց արքայի այս հաշվարկը սկսեց իրականանալ հաշված տարիներ անց, երբ հռոմեական երիշխանությունը վերածվեց 20-ամյա քաղաքացիական պատերազմի Հուլիոս Կեսարի և Պոմպեոսի միջև, որի ընթացքում երկուսն էլ սպանվեցին։ Իսկ իշխանության երրորդ հավակնորդ Մարկոս Կրասոսը հայոց մայրաքաղաք Արտաշատ հասավ միայն մասամբ, երբ իր կտրած գլուխը թատերական բեմադրության ժամանակ բերեցին Տիգրան Մեծի որդուն, Արտավաստ արքային, որպես հռոմեական զավթիչների կրած խայտառակ պարտության և հայ պարթևական զորքի նոր հաղթանակի խորհրդանիշ։ Դա տեղի ունեցավ Տիգրան Մեծի մահից 2 տարի անց, նոր թվարկությունից առաջ 53 թվականին։ Հայոց արքայի թագի վրա դրոշմված գիսաստղը երկրին մոտենում է 76 տարի մեկ, ավետելով պատերազմներ, հեղափոխություններ, փորձանքներ ու հերոսություն։ Այն տեսնելուց 2 տարի անց Տիգրան Մեծը հռչակվել էր արքայից արքա։ Վերջին անգամ այն հայտնվել էր գիշերային երկնքում 1986 թվականին։ 2 տարի անց սկսվեց Արցախյան շարժումը, որի ընթացքում Տիգրան արքայի ժառանգները պաշտպանեցին հայոց երկրի ազատ ոգին, որպեսզի ոչ ոք չկասկածի, թե որտեղով է անցնում մեր հայրենիքի սահմանը։ Մենք մինչև հիմա միայն հանձնել ենք հողերը թշնամու։ Երկիրները, հողերը եւ հոգեբանությունը նենց է, որ դիմադրական ոգին շատ թուլացել է ազգի մեջ։ Այդ պատճառով էլ միշտ գտնվում են մարդիկ, որոնք լինելով բարձր աստիճան, կառավարական եւ այլ մակարդակով, որ մտածում են, թե մենք պետք է մեր հայ դատից հրաժարվենք։ Դե դա նրանից է գալիս, որ մեր ազգի ինտելիգենցիան հիմնականում ցածր ոգու դեր մարդիկ են, չեն մարտնչելու ձևն ու վիճակը չգիտեն։ Համար այդպիսի բաներ կարող է մտնել շատ։ Իսկ այստեղ հաստորեն ֆորպոստն է մեր ազգի, Գետաշեն, Շահումյան, Արցախ, հնացած վայրերը, ինքը Զանգեզուրը, դրանք գտնվում են անմիջապես ոչնչացման վտանգի տակ, եւ դա դատարկ խոսքեր չեն, դա իրոք այդպես է։ Ցանկացած պահին մի փոքր կազմակերպված ուժ կարող է կտրել, կատարել հարձակում եւ կրկնել 15 թիվ հեշտությամբ։ Դա համար մեր ազգի մարդիկ հավաքվել են հիմա եւ կազմում են տարբեր գաղափարների տակ զինվորական զինված ջոկատներ։ Այս ընթացքում կատարվեց սելեկցիա, ընտրում։ Մնացին նրանք, ովքեր իրոք վեր են կացել իրենց հողը պաշտպանելու, իրոք հասկանում են, որ չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող, իրոք, որ սա Հայաստան է, ինչ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական կամ միջազգային կամ ազգային գործիչները, սա Հայաստան է եւ վերջ։ Ոչ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ։ Ոչ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել, ոչ մի տեսակի գաղափար չի կարող արդարացնել Շահումյան, Գետաշեն, Արցախի հանձնումը։